որոշել եմ սկսել իմ բիզնեսը։ Վերջապես այն օրն է, որ ես ինքս կտեսնեմ։ Տուր անենք։ Միջուկը կարմիրով։ Ողջույն բոլորին եւ բարի գալուստ իմ ալիք։ Իրականում 2-ից 3 տարի առաջ էր վերջին անգամ, որ ասել եմ այս խոսքերը ու մի փոքր անսովոր է հնչում, բայց միևնույն ժամանակ շատ հաճելի է ինձ վերադառնալ YouTube։ Իրականում շատ էի սպասել ինչ-որ հարմար վիդեոյի, որով կկարողանայի վերադառնալ։ Շատ եմ կարոտել YouTube-ը ու հուսով եմ վիդեոները շարունակական կլինեն։ Ամերիկայից հետո 3 տարի անցել է ինչ վերադարձել ենք Հայաստան ու այս ընթացքում շատ բան է փոխվել իմ կյանքում։ Կփորձեմ մի փոքր կարճ ներկայացնել բոլոր կարևոր փոփոխությունների մասին ու արդեն դրանից հետո կանցնենք հիմնական վիդեոյին, որի գաղափարը ինձ թվում է արդեն տեսել եք վերնագրից ենթադրելով։ Սկսենք երևի այնտեղից, որ Ամերիկայից վերադառնալուց հետո սկսեցի դասավանդել անգլերեն 18 տարեկանում լեզվի կենտրոնում եւ ոչ միայն, նաեւ մասնավոր եմ պարապում անգլերեն։ Իրականում անգլերեն ուսուցանելը շատ մեծ փորձ ինձ տվեց, թե կյանքի եւ թե առօրյայի, թե ամեն հարցում։ Շատ կարոտում եմ իմ բոլոր աշակերտներին, իրականում շատ մեծ աշակերտներ խմբականակ եմ ունեցել ու բոլորի հետ շատ կապված եմ եղել ու ես երբեք չէի մտածի, որ կգա մի օր, որ ես ուսուցիչ կլինեմ ու կդասավանդեմ մանավանդ անգլերեն։ Ամեն դեպքում ֆլեքսը շատ մեծ դեր ունի իմ կյանքում ու շատ փոփոխություններ հենց ֆլեքսի հետ են կապված։ Իրականում այս վիդեոում շատ չեմ կարողանալու խոսել ֆլեքսից, բայց եթե դուք կունենաք ինչ-որ հարցեր, կցանկանաք առանձին վիդեո, որտեղ կպատասխանեմ ֆլեքսի հետ կապված բոլոր հարցերին, կարող եք նկարագրություններում գրել ձեր բոլոր հարցերը եւ ես մեծ սիրով կպատասխանեմ։ Իրականում ֆլեքսը չի վերջանում Ամերիկա գնալ եւ գալով, ըստ իս պետք է նաեւ ակտիվ լինել ֆլեքսի այդ ամբողջ ընթացքում որպես շրջանավարտ։ Ես ինքս ակտիվ եմ եղել, դարձել եմ CR, որը որ քաղաքի ներկայացուցիչն է ֆլեքսի եւ 1 տարի մոտավոր պետք է կամավորություններ անի եւ ներկայացնի ֆլեքսը, իր քաղաքում։ Իրականում խորհուրդ եմ տալիս բոլոր շրջանավարտներին դիմել եւ դառնալ CR կամ կարծեմ University Representative-ներ են լինում։ Մի խոսքով հաջորդ եւ ամենակարևոր փոփոխություններից մեկը իմ կյանքում դա այն էր, որ ես շատ ցանկանում էի ստանալ Ամերիկայի վիզա, որպեսզի կարողանայի նորից այցելել իմ հոստ ընտանիքին եւ անցած ամառ ես կատարեցի իմ նպատակներից մեկը եւ ստացա Ամերիկայի 10 տարվա վիզա։ Իրականում շատ անհամբեր եմ, չգիտեմ երբ կստացվի, բայց այս ընթացքում հաստատ կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի կարողանամ գնալ եւ այցելել իմ հոստ ընտանիքին, իմ դպրոցը, իմ ուսուցիչներին ու վստահ եմ, երբ ստացվի գնալս, անպայման նկարելու եմ շատ վլոգեր ձեզ համար։ Հաջորդ փոփոխությունը, հաջորդ իմ մեծ նպատակը, որս ընթացքում կարողացել եմ իրականացնել, դա Հայաստանում վարորդական իրավունք ստանալն էր։ Իրականում իմ կյանքի ամենաբարդ նպատակներից մեկն էր վարորդական ստանալը Հայաստանում ու երբեք չէի մտածի, որ այդքան ռեսուրս ու էներգիա ինձանից կխլի վարորդական վկայական ստանալը։ Ստացել եմ անցած տարի ու գիտեմ ինչ բարդ գործընթաց է դա Հայաստանում ու մարդիկ ինչքան շատ են չարչարվում, որպեսզի ստանան այդ իրավունքը։ Ամեն դեպքում այն մարդիկ, ովքեր որ հիմա անցնում են այդ ամեն ինչի միջով ու ցանկանում են ստանալ վարորդական, բոլորիդ մաղթում եմ հաջողություն եւ համբերություն։ Իմ կյանքի հաջորդ կարևորագույն փոփոխություններից մեկը կապված է համալսարանի հետ։ Իրականում Ամերիկայից վերադառնալուց հետո որոշեցի տարկետում վերցնել gap year անել, որպեսզի հասկանամ ինչ եմ ուզում առհասարակ։ Գիտեի, որ չեմ ուզում Հայաստանում սովորել, որովհետև այն մասնագիտությունը, որը որ շատ ուզում եմ սովորել, Հայաստանում չկա, եւ այդ ընթացքում դիմեցի տարբեր համալսարաններ արտերկրում ու ամենակարևորը իմ համար, որ ընդունվեցի հենց իմ երազանքի համալսարանը, որը որ հույս չունեի, որ կընդունվեմ։ Ամեն դեպքում ընդունվելուց հետո հիմա մի փոքր խնդիրներ կան, դրա պատճառով չեմ կարողանում գնալ, բայց մեծ հույս ունեմ, որ շուտով այդ խնդիրները կհարթվի ու ես կսովորեմ հենց այդ համալսարանում։ Անցնենք երևի հիմա բուն վիդեոյին։ Վերնագրից հասկացել եք վիդեոյի, պետք է այս վիդեոյում ձեզ պատմեմ, թե ինչպես որոշեցի սկսել իմ բիզնեսը ու ամբողջ վիդեոյի ընթացքում ձեզ ցույց եմ տալու անցած ճանապարհը, նկարել եմ կարճ վլոգեր ամեն օրվանից, ինչը որ կապված է Grace-ի ստեղծման հետ։ Հիմա մի փոքր կմանրամասնեմ ինչ է Grace-ը, ինչի համար է այն ստեղծվել եւ որտեղից առաջացավ բիզնես սկսելու գաղափարը ու դրանից հետո արդեն մենք հետ կգնանք կադրեր, որոնք որ ես նկարել էի հենց այդ
ընթացքում, հա, ստեղծման ընթացքում բիզնես սկսելու գաղափարի իմ մտքում միշտ եղել է, բայց չեմ իմացել թե ինչ բիզնես եմ ուզում սկսել ու շատ պատահական եկավ գաղափարը։ Ես ինքս շատ եմ սիրում զբաղվել journaling-ով եւ ես համարյա ամեն օր իմ մտքերը հանձնում եմ թղթին։ Ինձ թվում է շատ աղջիկներ ինպես սիրում են զբաղվել journaling-ով, նաեւ ես սիրում եմ պլանավորել իմ օրը, ինչքան էլ որ նախընտրում եմ համակարգչային տարբերակը օրս պլանավորման, բայց թղթային տարբերակը միշտ ակտուալ է ու ավելի կազմակերպված է դարձնում օրս։ Որոշեցի, որ առաջնային ես ինքս իմ համար էի ցանկանում մի վայր, մի նոթատետր, որը կունենար եւ journaling-ի հատվածը եւ պլանավորման հատվածը, որ ամեն ինչ մեկ տեղում լիներ։ Ու քանի որ արդեն ես ունեի բիզնես սկսելու գաղափար, բայց չգիտեի ինչ բիզնես կարելի է սկսել, հասկացա, որ երևի կլինեն աղջիկներ ինպես, ովքեր սիրում են եւ պլանավորում, եւ journaling, եւ vision board-եր, եւ ամեն ինչ կապված կազմակերպված օր ունենալու եւ մտքերը հանձնելու ինչ որ տեղ, հա։ Ու ըստ այդ գաղափարի հիման վրա էլ ստեղծվեց պրոդուկտ, որը որ կօգնի շատ աղջիկների բացահայտել իրենց իսկական եսը, հասկանալ իրենց եւ միևնույն ժամանակ լինել կազմակերպված։ Grace-ը իրականում ոչ միայն դրա մասին է, Grace-ի առաջին պրոդուկտն է հենց քո լավագույն եսը, հա, գտնելու համար ստեղծվել։ Հետագա արդեն պրոդուկտները կլինեն ավելի ուրիշ կոնցեպտում, ավելի իմաստով հասանելի բոլորին։ Իրականում Grace-ի մեր առաջին Build Her, Become Her, հա, planner եւ journal-ը մի փոքր գնային առումով էլ, հա, ավելի բարձր են լինելու, քանի որ կազմված է 170 էջից, իրականում պետք է լիներ ավելի շատ, բայց մի փոքր խնդիրներ եղան, դա շուտով կտեսնեք վլոգի ընթացքում։ Grace-ի ստեղծման ամեն ինչի վրա աշխատել եմ ինքս, թե ամբողջ էջերի ստեղծման, թե հայերեն թարգմանության, ամեն ինչի վրա աշխատել եմ միայնակ, ես իրականում շատ դժվար եմ ինչ-որ մեկին վստահում, որ մի բան անել իմ համար, հա, որովհետև նախընտրում եմ անել ես շատ perfectionist եմ բնավորությամբ, ու կամ պետքա լինի ամեն ինչ իդեալական, կամ պետքա չլինի։ Իրականում ամբողջ նոթատետրերի ստեղծման վրա շատ ռեսուրս, էներգիա եմ ծախսել ամեն օր ու ամենաբարդը այն էր, որ ոչ ոք չի իմացել իմ բիզնես սկսելու գաղափարի մասին, ոչ իմ ընտանիքի անդամները, ոչ իմ ընկերները։ Ես նախընտրում եմ ֆլեքսից հետո, ֆլեքսի դիմելու ընթացքում էլ միշտ նախընտրել եմ անել, հասնել ինչ-որ արդյունքի, նոր մարդկանց արդեն ասել այդ ամեն ինչի մասին, որովհետև մենք չգիտենք կստացվի, թե չի ստացվի։ Grace-ը ստեղծելուց, սկսելուց այդ միտքը, որ արդեն գաղափար ունեի, ես շատ էի ուզում, որ իրան դարձնեմ հենց բրենդ ու երբեք չէի պատկերացնի, որ կգա այս օրը, որ ես արդեն կունենամ, հա, Grace-ը իմ աչքի առաջ, ամեն դեպքում, թե դիզայնով, թե էջերով, թե գույնի ընտրությամբ, թե բրենդինգով, թե մարքեթինգով, ամեն ինչով զբաղվում եմ ինքս, իրականում ամեն էջի վրա աշխատելը չափազանց մեծ էներգիա ու ռեսուրս էր խլում ինձանից, որովհետև պետք է լիներ եւ անգլերենով եւ հայերենով, հենց շեշտը դրվել է հայերենի վրա։ Հայ լսարանի համար էր ստեղծված այն, որպեսզի մարդիկ կարողանան ավելի պրոդուկտիվ ու ավելի հասկանալի օգտագործեն այն։ Անվան հետ կապված ասեմ, որ ընտրությունները շատ են եղել, մի քանի անգամ անուն է փոխվել ու վերջում նոր ChatGPT-ի օգնությամբ որոշել ենք Grace, ասեմ ինչ է նշանակում Grace եւ ինչպես կանգնեցինք անվան այս ընտրությանը։ Grace-ը անգլերեն բառ է, որը նշանակում է շնորհք, նրբագեղություն, էլեգանտություն, իսկ եթե նկատել եք ի տարի վրա մենք ունենք ֆրանսերենի այդ շեշտը, իրականում դա ոչինչ չի փոխում անվան հետ կապված, ուղղակի էսթետիկայի համար է, անունը հենց անգլերեն թարգմանաբար եւ իր արտասանությունն էլ, հա, անգլերենով Grace է հնչում։ Ամեն դեպքում հիմա եկեք գնանք իմ նկարած վլոգերը ընթացքից, որտեղ կտեսնեք մեր տպագրական կենտրոնները, գնում եմ տպրակներն եմ վերցնում, հետո պլաներներն եմ վերցնում, հետո կտեսնեք մեր ֆոտոշութից կադրեր ու կտեսնենք նաեւ իմ ընկերների ռեակցիաները վերջում։ Հիմա եկեք գնանք, կարծեմ առաջին կադրը փետրվարից է, եկեք գնանք փետրվար։ Ողջույն բոլորին, ուրեմն այսօր արդեն ամսի 20-ն է եւ մենք այն փուլում ենք, որտեղ ես ընտրում եմ տպագրական կենտրոններ, ում հետ որ պետք է աշխատեմ, ճիշտ ասած այս պահի դրությամբ կապվել եմ բազմազան, ինչքան Հայաստանում ինձ թվում է տպագրական կենտրոններ կա, ես բոլորի հետ կապվել եմ ու վերջնական ընտրել եմ 2 տպագրական կենտրոն ու հուսով եմ իրենց հետ էլ կաշխատեմ, այս պահի դրությամբ սպասում եմ ետադարձ կապի իրենցից։ Մի քանի խնդիրներ ունեցանք ծավալի հետ կապված, քանի որ ես պատկերացնում էի, որ ինքը 200 էջից ավել է լինելու
բայց քանի որ խնդիր ենք ունենում այդպիսի ծավալով ինչ որ նոթատետր տպելու համար, դրա համար ստիպված էի մի քանի էջ նվազեցնեի, կրճատեի, իրականում շատ անհամբեր եմ, որպեսզի վերջնական արդյունքը տեսնեմ product-ի։ Մի խոսքով, սպասենք տեսնենք ինչ է լինում։ Ողջույն բոլորին, ուրեմն այսօր արդեն մարտի 19-ն է, նախորդ վիդեոն որ նկարել էի, դա փետրվարին էր, որտեղ որ ասում էի, երկու տպագրական կենտրոններից պատասխանի եմ սպասում եւ եթե հաստատվի նրանց հետ էլ կաշխատեմ, իրականում այդպես էլ եղավ, հաստատվեց եւ հենց երկուսի հետ էլ աշխատեցինք։ Ամբողջ ընթացքում փետրվարից մինչեւ այսօր տպագրվել է բոլոր մեր product-ները, թե տոպրակները, թե նոթատետրերը եւ թե ստիկերները ու այսօր վերջապես այն օրն է, որ ես ինքս կտեսնեմ։ Հիմա ճանապարհին ենք, գնում ենք Երևան, այսինքն արդեն Երևանում ենք, գնում ենք տպագրական կենտրոններից առաջինի մոտ, ինձ թվում է տոպրակները առաջինը կվերցնենք, հետո նոր կգնանք արդեն նոթատետրերի հետևից, կփորձեմ մաքսիմալ նկարել ամբողջ ընթացքը, ինչքանով որ կարողանամ։ Ու նաև ինչպես տեսնում եք, այսօրվա իմ աուտֆիթը փորձել եմ որոշ չափով մեջ անել մեր բրենդի, հա, գույների հետ։ Մի խոսքով կփորձեմ մաքսիմալ նկարել, ինչքանով որ կստացվի չգիտեմ, բայց կփորձեմ։ Ես հասել եմ առաջին տպագրական կենտրոնը, խնդրում եմ արդեն մեր տոպրակներն եմ, ստիկերները չպատկեցնում, ինչքան սին է եղել, եկեք ես տեսնեմ մի հատ օրինակը ցույց տամ, սա չստացվածներից էր, բայց խնդրում եմ շատ սիրուն է ստացվել։ Ենք մեքենայի մեջ, հետո այս մեկը պահեմ, որ ես ցույց տամ, սա մնացածը մնա մեքենայի մեջ։ Ուրեմն մենք դուրս եկանք առաջին տպագրական կենտրոնից եւ ուզում եմ հիմա ցես նորմալ ցույց տալ մեր տոպրակները։ Խնդրում եմ մի հատ տեսեք ինչքան սիրուն ու ինչքան էսթետիկ է ինքը եղել։ Իրականում ինձ առաջարկեցին լոգոն նաև հետևը տպագրել, բայց չգիտեմ ինչի չհամաձայնվեցի։ Հետագայում արդեն երկրորդ խմբականակը պատվիրելուց հաստատ հետևն էլ կպատվիրեմ, որ ավելի ինքը տեսանելի լինի երկու կողմից։ Մի խոսքով ինքը sense չափը կոմպակտ, կարող է վիդեոյի մեջ մեծ երևա, բայց իրականում շատ պուճուր, հարմար ու ըստիս շատ էսթետիկ է։ Նաև եկեք ցես ցույց տամ մեր ստիկերների սեթը, որը որ պատվիրատուները նվեր են ստանալու նոթատետրերի հետ։ Իրականում գույնը պետք է լիներ երկու գույնի, մեր մյուս նոթատետրի գույնից։ Ուղղակի խնդիր ունեցանք այս խմբականակի հետ միայն, մյուսը արդեն մյուս գույնից էլ կունենանք։ So հիմա գնանք արդեն նոթատետրերն էլ վերցնենք ու վերջնական պատկերը տեսնենք։ Ուրեմն հասանք արդեն մեր նոթատետրերի ետևից։ Ուրեմն սա կարմիր գույնն է, հիմա ես ցես նաև ցույց տամ մեր սպիտակ գույնը, հետո արդեն մեքենայի մեջ նորմալ ցույց կտամ։ Ոյսը լաշոտ սիրուն ստացվել։ Ուրեմն մենք վերջնական վերցրեցինք ամեն ինչ, այս մի տոպրակների մեջ մեր նոթատետրերն են, իսկ մյուսի մեջ արդեն տոպրակները, հիմա ձեզ ցույց կտամ նոթատետրերը մոտիկից արդեն։ Ուրեմն ձեզ ցույց տամ մեր նոթատետրերը։ Իրականում շատ սիրուն է ստացվել, թե կազմը շատ հաստ է ու որ պատկերացնեք, խնդրում եմ փայլը իրա, սա բորդո գույնն է, իսկ սա արդեն մտածում եի կրամավի ավելի լինելու, բայց ինձ սպիտակին խփող է, ավելի մինիմալիստ ու իրա վրա նորից ինքը բորդո կարմիրով, հա, so շատ լավ է ստացվել, ժողովուրդ, շատ ուրախ եմ։ Դել եկեք sense ցույց տամ, որ տեսնեք արդեն մոտիկից, ու դուք որ տեսնեք, սա լույսից չի, հենց փայլը իրա Սենցա ու եկեք մի քանի էջ լավ սենց ցույց տամ ձեզ։ Շատ երեխեք շատ սիրուն է ստացվել։ Ցեք ունենք կարմիր գույնի բաժանարար էջեր ու նաև վերջը շատ էսթետիկ է։ Իրականում սպիտակը շատ է դուրս գալիս, բորդան էլ է շատ սիրուն, ուղղակի սպիտակը շատ մինիմալիստ է։ Ուրեմն ես հենց նոր հասատուն խնդրում եմ հլստեղ անկեղծ չեմ հավատում, սենց որ նայում եմ, որ այս ամեն ինչը արդեն իրական է, որովհետև ուրիշ բան է ոնց որ պատկերացնել այդ ամեն ինչը թղթի վրա տեսնելու արդեն այս ամեն ինչը որ սենց ռեալ է անհամբեր ես սպասում եմ արդեն մեր ֆոտոշութի օրերին ու կոնտենտի ստեղծմանը մի խոսքով այսօրվա օրը ինձ թվում է այսքան է եթե ընթացքում ինչ որ բաներ լինի նորից կնկարահանեմ բայց այսօրվա օրը այսքանն էր So, ինչպես եւ խոստացել էի, հիմա պետք է ձեզ մի փոքր ցույց տամ, ինչ կա Grace-ի ներսում։ Ինչպես դուք արդեն տեսել եք մեր Grace-ի տոպրակները, իրականում ես ինքս որոշել էի, որ ինքը պետք է լինի հենց հաստ թղթով, որ ավելի էսթետիկ ու գեղեցիկ լինի օգտագործման համար։ Իրան ստանալու եք sense գեղեցիկ փաթեթավորման թղթով։
բոլոր մեր պատվիրատուները ստանալու են նվեր մեր Gracie ստիկերները։ Հիմա ես ցույց տամ։ Ինձ թվում է բուրգանդ գույնը այս տարվա թրենդային գույներից է, դրա համար էլ մեր Gracie հիմնական գույնը բուրգանդն է։ Ստիկերների մեջ կտեսնեք ինձ մի փոքր համահունչ բաներ, հիմնականում ստեղծել եմ իմ հետաքրքրությունների հիման վրա, դե նաև մեր Gracie կոնցեպտը պահելով, ամենակարևորը մեր բուրգանդ գույնի Porsche երազանքների մեքենան։ Եվ հիմա եկեք ձեզ ցույց տամ մեր նոթատետրերը, որը որ դուք արդեն տեսաք վլոգի ընթացքում, ու մի փոքր մանրամասնեմ, հա։ Ինչպես նշեցի, իրանք երկուսն էլ հաստ կազմով են, ունենք եւ բուրգանդ գույնը եւ սպիտակ գույնը, սպիտակ ավելի մինիմալիստ, հա, ամենօրյա օգտագործման համար, բնականաբար բուրգանդն էլ ամենօրյա օգտագործման համար, բայց ավելի ինքը արդեն էլեգանտ, հա, գույնը։ Եկեք հիմա ձեզ մի փոքր տուրանեմ մեր պլանյարների միջով, տեսնենք ինչ կա ներսում։ Մեր կարմիր նոթատետրը բացվում է սպիտակով, իսկ սպիտակ նոթատետրը բացվում է միջուկը կարմիրով։ Առաջինը դուք ստեղ կտեսնեք 2026 թվականի կալենդարը, հետո տարեկան նպատակների էջը։ Իրականում դա շատ հաստ է, 170 էջից է բաղկացած, բայց ես վստահ եմ, որ դուք իրան անգամ 1 տարի կարող եք օգտագործել։ Հետո գալիս է vision board-ի էջերը։ Իրականում ես ինքը շատ եմ սիրում իմ նպատակները փակցնել պոստերի վրա։ Ես իմ պատին ինձ մա վլոգի ընթացքում նկատած կլինեք, ունեմ իմ 2024 թվականի պոստերը, բայց այս տարվա իմ նպատակները, որ շատ տեսանելի չլինի բոլորի համար, ես իմ մյուս journal-ի մեջ եմ փակցրել ու այսպեսի տարածք եմ ստեղծել Gracie համար, որպեսզի դուք էլ ունենաք ձեր նպատակները ձեր Gracie մեջ։ Հետո արդեն գալիս է շաբաթական պլանավորման հատվածը։ Մենք ունենք բոլոր մեր բաժանարար էջերը կարմիրով, հա, որպեսզի աչքին տեսանելի լինի ու դուք հեշտ գտնեք, թե որտեղ եք հասել։ Շաբաթական պլանավորման մեջ ունենք 2 շաբթից մինչև կիրակի, որ կարողանաք այդտեղ պլանավորել։ Հետո ունենք շաբաթվա նպատակների հատված, այս հատվածում 3 գլխավոր առաջնահերթություն եւ նշումների հատված։ Կարծեմ 30-ից 40 կոնկրետ այս պայծրությամբ չեմ հիշում, նման էջեր ունենք շաբաթվա պլանավորման համար, օրական պլանավորման համար, հիմա հաջորդը գալիս է օրականը։ Օրական պլանավորման համար ունենք 3 գլխավոր առաջնահերթություններ, ժամանակացույց ունենք առավոտվա 6-ից մինչև գիշերվա, հա, 12-ը պլանավորման համար, հետո ունենք to-do list-ային ցանկ, այսօրվա ձեռքբերումների ցանկ, այսօր շնորհակալ եմ, հետո ունենք այս հատվածում ծախսեր եւ կարծեմ վերջում տրամադրություն։ Հետո գալիս է իմ ամենասիրելի հատվածը, journaling-ի հատվածը, որտեղ ունենք լիքը հարցեր, կարծեմ 40-ից ավելի հարցեր ունենք, եթե չեմ սխալվում։ Առաջինը սենց բացվում է 3 հատանոց հարցերով, եկեք մի հարց կարդամ, օրինակ, ինչ որոշում եմ հետաձգում, կամ երբեմն ինձ լիարժեք զգացել վերջին անգամ։ Նմանատիպ հարցեր ունենք, հետո արդեն գալիս է խորը journaling-ի հատված, որտեղ որ ունենք հարցը ու այսքան հատված հարցին պատասխանելու համար, ու ամեն էջի վերջում ունենք մոտիվացնող խոսքեր տվյալ օրվա համար։ Օրինակ, եկեք հենց այս հարցը կարդամ, ասում է. ինչ մարդ եմ ես, երբ ոչ ոք չի նայում։ Ես ինքը շատ եմ սիրում նմանատիպ հարցերի պատասխանել, որովհետև շատ հաճախ մենք ինքներս անկեղծ չենք լինում դիմացիների հանդեպ, մենք ինքներս մեր հանդեպ, բայց երբ որ մենք նստում ենք ու պատասխանում ենք նմանատիպ հարցերի, հասկանում ենք, թե ինչքան վատ ենք մենք ճանաչում ինքներս մեզ։ Ու ըստ իս Gracie հենց հիմնական, հա, առաջին պրոդուկտի իմաստը այն է, որ սկսենք ինքներս մեզ լավ ճանաչենք, որպեսզի ապագայում արդեն դառնանք մեր լավագույն եսը։ Deep journaling-ից հետո արդեն գալիս է մեր երախտագիտության էջերը, հիմա ասենց ցույց տամ։ Օրինակ այստեղ գալիս է ինչպես եմ ինձ այսօր զգում, պետք է ընտրեք տարբերակներից մեկը, ունենք նշումների բաժին, դրական միտքը, օրվա կարևորագույն պահը, օրվա ջրի քանակ եւ մեկ նպատակ վաղվա համար։ Այսինքն մենք ունենք մոտավոր 40 էջ, այսպիսի նույն տպագրությամբ, որը որ օրվա երախտագիտության հատվածն է հանդիսանալու։ Դրանից հետո մենք արդեն ունենք առանձին նոթերի բաժին, որ ինքը միայն sense դատարկ է եւ ձեր նոթերի համար է։ Եվ գալիս է արդեն մեր վերջաբանը, որտեղ որ ունենք նույն journaling-ի հարցեր, հա, օրինակ, ինչ փոխվեց իմ մեջ, այսինքն Grace օգտագործելուց հետո ինչ փոխվեց իմ մեջ, ինչ սովորություններ ձեռք բերեցի, ինչն էր ամենակարևորը վերջում։ Մի խոսքով ունենք այսպիսի հարցեր, որոնք որ կօգնեն ձեզ հասկանալ, թե Grace-ը առհասարակ ինչ դեր տարավ ձեր կյանքում։ Գալիս է մեկ ամենամեծ նպատակի մանիֆեստ անելու էջը եւ նամակ իմ ապագա եսին։ Իրականում իմ աշակերտներն էլ կփաստեն, որ ես իրենց բոլորին տվել եմ գրեն նամակ իրենց ապագա եսին, որը որ մենք պետք է բացեինք
էինք ու իրենք բացեցին կարծեմ մի քանի ամիս հետո ու շատ մեծ փոփոխություն է դա տալիս, որպեսզի հասկանաս, թե ով ես դու եղել նախկինում եւ ով ես դարձել ես ընթացքում, կամ ինչ ես քեզ գրել նախկինում, ինչ նամակ ես քեզ ուղարկել ապագա ու դու ապագայում կարդում ես այդ նամակը, մենք դա ֆլեքսով ենք շատ հաճախ արել ու շատ օգտակար է, երբ որ դու կապ ես պահում քո ապագայի հետ։ Ամեն դեպքում այսքանն էր մեր Grace-ի տուրը, ես փորձեցի մանրամասն ձեզ պատմեմ, պատվիրելուց դուք ստանալու եք մեր տոպրակները գեղեցիկ, ձեր Grace-ը եւ ստիկերների սեթը։ Ողջույն բոլորին, ուրեմն այսօր մարտի 21-ն է ու մենք նորից Երևանում ենք, իրականում մի փոքր խնդիրներ եղան մեր պլաներներից 4 հատի հետ ու հիմա այսպես մեր Grace-ի տոպրակով արդեն իրեն տանում եմ, որպեսզի փորձենք ուղղել, ամբողջ ընթացքով փորձում եմ կիսվել ձեզ հետ մաքսիմալ ինչքան հնարավոր է, որպեսզի տեսնեք թե ամեն նոթատետրի վրա ինչքան աշխատանք է տարվում ու հիմա ունենք 4 նոթատետրեր, որոնց երկուսը սպիտակ, երկուսը կարմիր, ունենք դիմերեսների հետ խնդիրներ, դրանք պետք է փոխենք ու ունենք 2 նոթատետեր, որոնց միջուկի հետ է խնդիր եղել, այսինքն էջերը խառնվել են ու այդ էջերը պետքա փորձենք նորից ուղղել։ So մաքսիմալ կփորձեմ ընթացքով ձեզ հետ կիսվել, որպեսզի տեսնեք թե ոնց են աշխատանքներն ընթանում։ Մակազներն ենք փոխում ու եթե տեսնեք, այստեղ պետք է միջուկը sense vision board-երը հավասար լինի, երկուսը իրար հետ այս նույն կողմի վրա լինեն։ Այստեղ ոնց որ նայեք, մեկը ստեղ է եղել, մյուսը ստեղ, հիմա փորձում ենք դա փոխել։ So ուրեմն հիմա մենք փորձում ենք նորից ստանալ այս մեր vision board-ի էջերը, հիմա դա ենք պատրաստում նորից, որ լպենք։ Ողջույն բոլորին, ուրեմն այսօր արդեն մարտի 26-ն է, մենք գնում ենք վիդեո նկարելու Grace-ի համար ու արդեն կիրակի օրը գնալու ենք հենց ֆոտոշութի, այսօր մի քանի վիդեոներ ունենք նկարելու, հիմա գնում ենք դա անենք, հիմա տենց հեսա երախեքին ցույց տամ, գնում ենք իրանց հետ նկարենք, սենց ծաղիկներ ունենք, մի քիչ փորոմելա, բայց ամեն դեպքում վիդեոյի համար էսթետիկ պետք էր, քուրիկիս ընկերուհիներն են, այսօր իրանց ենք նկարելու, ձեռքս դողում է, կներեք մի ձեռքով եմ բռնել, մի խոսքով երախեքոնը մի հատ բարևեք։ Մի խոսքով ժողովուրդ արդեն հասնում ենք։ Ժողովուրդ ուրեմն մենք հասել ենք, պարզվեց ծաղկաման չունենք ու հիմա պետքա փորձենք մեր ծաղիկները տեղավորենք այս բանկայի մեջ, որ վիդեոյի մեջ ծաղիկներ ունենանք ու հիմա փորձում ենք բան անել այս վատերը, որ արդեն օրինակ այս կակաշները թափվել է, փորձենք այս վարդերը ստանանք, ինչ որ էսթետիկ կադրի համար մի բան ունենանք այնքանավոր։ Ժողովուրդ հիմա կմտածեք ինչի եմ հելել ստեղ նստել, իրականում վիդեո ենք նկարում, արդեն սկսել ենք, հիմա կարող եք տեսնել երեխեքին ոնց ստացանք այդ էսթետիկ կադրը։ Չգիտեմ, հուսով եմ վերջում վերջնական ռիլ կկարողանանք ես փոստել, որովհետև ինչ շատ չկա, կարող այսքան նկարենք, հետո մոնտաժում դուրս չկա ու չփոստենք, հուսով եմ դեռ բան չի լինի էլի։ Ճիշտ որ։ Ողջույն բոլորին, ուրեմն այսօր արդեն ամսի մարտի 29-ն է ու մեր մոտ ֆոտոշութի օր է ու ժամը 11:40 է երևի արդեն առավոտյան, ես 11:30 պայմանավորված էի Վարշավայի հետ, որպեսզի մազերս կտրեի ու ինչպես միշտ ես ուշանում եմ, ճիշտ ասած չեմ սիրում, որ կարևոր տեղերից ուշանում եմ, անպատասխանատու տպավորություն եմ թողնում, բայց ուրիշ ելք չունեի, առավոտյան ուշ էի արթնացել ու չկարողացա շուտ ժամանակին հասնել։ Հիմա արագ պետքա հասնեմ Վարշավիրանոց, դրանից հետո պետքա գանք, ամբողջ իրերը տեղավորենք մեքենայի մեջ ու արդեն գնանք ստուդիա ֆոտոշութի։ Մի խոսքով կփորձեմ այսօր մաքսիմալ կիսվել ձեզ հետ, ինչով որ կկարողանամ ամբողջ օրվանով ու Վարշավիրանոցից էլ կփորձեմ վերջնական արդյունք ցույց տալ, որովհետև իմ Վարշավիրում մոտ որ միշտ կտրում եմ, երկրում չի ու ես էլ ամեն մեկին չեմ կարողանում մազերս վստահել, դրա համար քիչ եմ կտրելու, քիչ լարված եմ այդ առումով։ Ամեն դեպքում հուսով եմ արդյունքը վերջնական դուրս կգա ու չեմ նեղվի։ Մի խոսքով կփորձեմ այսօրվանից էլ ինչքան կարողանամ ձեզ հետ կիսվել։ Մազերս վերջնական արդյունքը խնդրում ենք ինչքան։ Ժողովուրդ, ուրեմն ես արդեն հասել եմ, մազերս չգիտեմ քոնդվել է, չի քոնդվել, մի քիչ չորքես դուրս չի գալիս, բայց այդ իմ խնդիրն է եղել։ Արագ իրերը տեղավորենք ու արդեն մնացածը կպատմեմ, որովհետև շատ ենք ուշանում։ Ինչքան իրեր ունենք մենք, ուրեմն սա տոպրակները, ստեղ ունենք։ Ոյ, կամերա։
Այստեղ ուրեմն մեր պլաներներն է։ Հուսանք, ահա, ուստեղ արդեն իրերս, հա դա այդ պահիցախ։ Սա։ Արագ փորձում ենք հասնենք, լավա մենք մոտիկ ենք։ Շատ չենք ուշանա ինձ թվում է, օй։ Անգամ ջրերի մեջ ավտոն նոր ենք լվացել, ընտիր։ Խնդրում եմ ամբողջ։ Ոյ։ Ուրեմն ավտոն նոր է լվացած ու ամբողջ ճանապարհը եթե տեսնեք, սա փոսեր ու լիքը ջուր մեջ է։ Ահա վրա։ Մտել ենք մենք արդեն։ Ինչքան ջուր ու ցեղ կա, ես ընկա այսօր այդ ջրերի մեջ սա։ Հասանք ու էլի քուրիկս ու Սիլվիս, քուրիկիս ընկերուհին ու արդեն իմ ընկերուհին։ So ուրեմն հասանք, արդեն իջնում ենք։ Հիմա այդ ամբողջ իրերը իջացնենք ու հասկանանք ինչ ենք անում։ Մենք վերջացրեցինք մեր ֆոտոշութը, սա իդեպ վերջին լուքն էր։ Հիմա արդեն գնում ենք տուն ու արդեն նկարները կկիսվեմ Gracie էջով ու իմ անձնական էջով, so գնացեք follow եղեք, որ բաց չթողնեք։ Երևի այսօրվանից արդեն այսքանը, մնացածը ինձ թվում է այլ Gracie ընթացքի հետ կապված բան չունեմ նկարելու, վլոգի մեջ արդեն կտեսնեք։ Այսքան իր բերեցի, բայց իրականում ոչ մեկ ֆոտո չկա։ Երեխեքին կանջամ ահեմ արել, չէ, Սիլվին կհաստատի։ Yes։ Առավոտը հոգնած։ So, ինչպես նշեցի, իմ ընկերները չէին տեսել Grace-ը, երբ արդեն շատ բաներ պատրաստ էին, իմ մոտ ընկերները արդեն իմացան իմ բիզնեսի ստեղծման մասին, ասում էի, որ այն պատրաստ լինի եւ ես միանգամից ցույց տամ իրենց, եւ հիմա եկեք տեսնենք իմ ամենամոտ ընկերների ռեակցիաները։ Դու չէի տեսել։ Դուք չէ, բայց չի տեսվել։ Սա նույնն է։ No, երկու գույն կա։ Wow, շատ սիրունը։ Դեռ չէ բացեմ սենց։ Վերեսի սիրունը։ Wow. Ես ասում եմ գնալ դեպի բացեմ, հա։ Ինչ կասեմ։ Սա դու հատիկ գրել ես։ Այո, կյանքս։ Wow, շատ լավն է։ Հիմա ես բացեմ։ Հետո կասես թե որ գույնը դու կօգտագործեիր։ Նորից նույն բանն է, պրոստը գույներն են տարբեր։ Մյատնա իրար հետ։ Բայց ես կարմիրը կօգտագործեի։ Սպիտակը սիրուն է, բայց չեմ ասում, պրոստը կարմիրը ավելի է քաղաք։ Հա, աչքին նոր դե բրանդի գույնն է, հա։ Շատ սիրուն է, հա, ես հասկացա ինչի համար էի ասում գույները։ Եկերն քեզ նվեր։ Այո, կկապցնես երևացած դե որ ու բան։ Երևացած ճանկից կսկսես։ Պրոստկանես։ Այո։ Շատ սիրուն է, ահա որ ես պատանում եմ քեզ։ Չիոպես։ Ժողովուրդ, ուրեմն այսօր եկել ենք նկարելու իմ մյուս երկու մոտ ընկերուհիների ռեակցիաները։ Տոպրակը վերցրել եմ Gracie ու մեջի երկու պլանյար, մեկը սպիտակը, մեկը կարմիրը։ Իրանք իրականում համերգը տոպրակը արդեն տեսել է, որովհետև իմ հետ էր քայլում, բայց մեջը դեռ չի տեսել։ Սպասենք Լիլին էլ գա ու իրենց ռեակցիաները նկարենք։ Ուրեմն ժողովուրդ ընկերուհիս չի տեսել պրոդուկտը, մենակ տոպրակներն ա տեսել։ Ու հիմա ասում եմ ոնց անեմ, որ fake ռեակցիա չտամ այդքան մարդու մոտ, ասում եմ որ ինձ նկարում են ամաչում, հիմա խնդրում եմ դրել YouTube-ով նայում ինչպես ռեակցիա տալ ընկերուհու չգիտեմ ինչ ես պոյզ դրել։ Հայտարարք է սա։ Let's start. Իմ սիրած գույնն է։ Շատ հավեսնա։ Տեսեք։ Արի գրկյան պատրուշկիս։ Ինձ այս գույնը ճիշտ ասած ավելի դուր եկավ, շատ ավելի թրենդային են։ Այս գույնը ավելի մինիմալիստ մարդիկ կան կարող գույն չեն Այս ուզում։ բանը կազմը շատ լավն է հաստ, ու ինձ դուր եկավ, որ ինքը հայերեն է, որովհետև հիմա հայերենով դժվար է գտնել լիքը բաներ, Հայերեն ու անգլերեն իրեպ։ Անգլերեն է։ Այ ես հատվածն է դուրս եկավ։ Ձեւա տրամադրություն։ Հա, այդ արդեն օրական բան է։ Ինձ թվում է ինքը նաև շատ կօգնի որոշ մարդկանց, իրանք բացահայտելով, որտեղ այս հարցերի շատերը մեզ ինքնես մեզ մենք երբեք չենք տալիս։ Այո, այդպես։ Okay, դրա համար եմ ասում, նենց բանը որ Հայաստանում չկա, այսինքն ինքը սովորական օրը պլանավորելու համար տեպեր չի էլի, ինքը հենց անձը բացահայտելու ու նպատակներին հասնելու համար է։ Այսի շատ հետաքրքիր է շարադրել։ Ինձ սերմերցանեցի ապագա եսի համար։ Մեկ էլ ինքը իր մեջ ամեն ինչ է ներառում։ Մենք ջրի քանակի, որ մենք շատ հաջող ուշադրություն չենք դարձնում, այդտեղ ներառված կարող ես նշում Հասկացել է պրոդուկտի իմաստը էլի։ Որ իմաստը չէ, պետք է այս ամեն ինչը կարողանաս դու անկեղծ պատասխանես, որ տարվա վերջում դու հասկանաս քո ասենք ձեռքբերումներն ու անկումները։ Բայց գիտեք ինչի՞ այս պրոդուկտի միտքը եկել, որ ես իմ համար եմ ուզեցել ստեղծել։ Հիշում ես մի անգամ որ իմ պլաները տեսա, հիշում ես, բան ասեցի, ինձ տակը sense բան է պետք։ Ես հիշեցի, ասեցի բանը, հիշեցի։ Հա, ես Ամերիկայից սկսած միշտ օգտագործում եմ, շատ առաջ է։ Ես երբեք չեմ օգտագործել, ես ընդհանրապես ոչ գրում եմ, ոչ պլանավորում եմ, միշտ բայց ամեն տարի տարվա սկզբին ես ինձ իմ առաջ նպատակին չէ, տարի պետք է ամեն օր պլանավորել ու միշտ չեմ արել, բայց գիտեմ որ ինքը շատ լավ բան է ու շատ ավելի պրոդուկտիվ է քո կյանքի ընթացքում լինում, երբ դու օգտագործում ես պլաները։
Խոսքով, մեր ընկերուհիջս հաջողություն մաղթում այս քո նոր ուղում ու կարևորը թող լինի ամեն ինչ։ Ոնց դու ես ուզում, իսկ մենք էլ մեր հոգին քեզ լիքը կաջակցենք ու սպորտ կանենք։ Շատ բաց դրեցիր կամերան քներս տակ։ Մերսի շատ։ Եվ այո, իր շնորհիվ հուսամ, ես կսկսեմ պլանավորել իմ օրը։ Գովազներ, հա, ընկերուհիների կողմից։ Այո, հաջողություն կարևորը մեր պատրուշկին։ Տեսնենք մյուս ընկերուհուս ռեակցիան։ Դզես, սիրունա։ Օ, Զմենակ զգուշ, կոչվում մի տենց։ Perfect, սիրունա։ Կարմիրն է շոտնավը, ես երրորդ գույնը պահանջում։ Երրորդ գույնը իրականում պետք է շագանակագույն լիներ, եւ baby pink։ Baby pink։ Հակի եմ ուզում։ Դա շուտով Blue։ Navy։ Всё։ Ուրեմն շարունակելով ընկերուհիների ռեակցիաները, այսօր հերթը հասել է իմ նորից ամենամոտ ընկերուհիներից մեկի ռեակցիային, ում մասին իրականում դուք գիտեք, եթե դիտել եք իմ նախորդ վլոգները, Վաշինգտոնի վլոգում ենք ծանոթացել ու հենց այն կադրը կա հենց այդ վլոգի մեջ, թե ոնց ենք մենք առաջին անգամ տես ծանոթանում, ինչքան է որ ֆլեքսից ենք եղել երկուսս էլ, միևնույն է այդ օրն ենք սկսել տես ծանոթանալ ու մինչև արդեն 3 տարի կլինի, շփվում ենք շատ մոտ ու այսօր վերջապես հերթը հասել է իր ռեակցիային, ինչի սենց երկար ձգձգվեց իր ռեակցիան, որովհետև մենք հեռու ենք ապրում իրարից։ Մի խոսքով, այսօր ինքը տեսնելու է պլանյարի մեջը, իրականում ինքը տեսել է տոպրակները արդեն on-line ամեն ինչ տեսել է, բացի միջուկից չի տեսել, չգիտի ինչ կա մեջը։ Մի խոսքով, հիմա ուզում եմ այսօր նկարենք իր ռեակցիան ու ինձ թվում է պիտի որ գշակեք ով է։ Օֆելս ինձ թվում է պետք է որ հիշեք իրան մեր Վաշինգտոնի վլոգից, այնտեղ մի քիչ մազերը երկար էր, բայց ինքն էլ է վարել ինչ որ չափով վլոգներից։ Այո։ Այո, խոսում էր այնտեղ։ Փորձի քեզնից եմ սովորել։ Ուրեմն հիմա նկարում ենք իր ռեակցիան։ Ինքը արդեն ասացի տեսել է տոպրակները։ Իրականում ժողովուրդը դες տոպրակը պատրված է սա փորձի համար էլի, զավաճառքի տոպրակներից չի։ Ամեն դեպքում մնացածը կանես, ես հիմա տեղը սիճամ օֆելին։ Խոսում գնահատեք այս գեղեցկությունը։ Որ գտան 6 ամսից ավել չարչարվել այս ամենի վրա ու ես վստահ եմ որ բոլորդ ահավոր շատ կհավանեք այս ամեն ինչը այնքան էսթետիկ այնքան սիրուն այնքան նուրբ է որ ինչքան սիրուն է շապիկը հլը Ինքը տեսել է շապիկը դրա համար տենց վաու ռեակցիա չի։ այ դեռ արդեն չեմ տեսել ինչու արդեն չեմ տեսել օքեյ a new era of ինչքան սիրուն է սարի ֆոնտը տարերի աստված you better when it comes to oh mama ջան աստված գիտես չի պատկերացնում որ այսքան լիքը սենց ամեն ինչ յուրահատուկ արած կլինի ու deep journaling արդեն այստեղ հարցերագրետ պատրաստեն որ ցանկացած կարող է յուրահատուկ կերպով ամեն ինչ այստեղ նկարագրեք գրեք Այն սիրունա, ես իրոքից պետք է բոլորին Ինչպես եմ զգում այսօր, էներգիավ լի, երախտապարտ, արդյունավետ, էներգիավ լի եմ ես այսօր ինչ զգում Ու նկարագրությունն է կա, իրոքից new era-ա ես new era-ա բոլորի համար Ու խելք եմ փաթեթավորում ինչքան սիրուն ամեն ինչ, ձևակերպած ինչքան սիրուն ամեն ինչ Բնականաբար սիկերներ եք ստանում Սիկերները որտեղ է Աստված, ես արդեն գիտեմ, տաներում իմ լապտոպին եմ կուտցնելու, արդեն ես գիտեմ, որ իդեալական ամեն ինչ Մոտ ենք անում Մոտ ենք անում More self-love, բոլորի համար take care of yourself Այս սիկերները ստեղծել եմ ավելի շատ իմ համար անկեղծ Իրոք դե ես ասոցացնում իրոք ոնց որ հենց դու ես ամեն ինչում լինես Thank you Ահա որ սիրուն է, ես ուղղակի այնքան ուրախ եմ, sense կարող լավ չէ, բայց հələ ու գույները ինչքան սիրուն ամեն ինչ, ինչքան սիրուն ամառը պետք է տարվա Ինձ թվում է ուրիշ ընկերուհի չնա որ reaction պետք է նկարենք այդ ընկերուհիներից համար դե մեկը Միլենա Միլենից գիտեք Միլենից քանի որ զբաղված ամենք մի քիչ հեռու ենք հիմա իրարից ինքը on-line-ա տեսել ես չկարողացա on-line reaction-ը ոնց որ նկարեմ բայց ամեն դեպքում ինքն էլ շատ ուրախ է մի խոսքով ինձ թվում է vlog-ից այս vlog-ի մեջ չեք տեսնի իրան բայց ապակա vlog-ներում ես հուսով եմ Միլենին կտեսնեք ինձ կարոտած կլինեք Ճիշտ է Միլեն ջան So ընկերուհիների reaction-ի մասերը այսքանն էր Այո ուրեմն այսօրվա վիդեոն այսքանն էր, շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ YouTube, հուսով եմ շարունակական վիդեոներ կտեղադրեմ։ Իսկ եթե հավանեցիք այս վիդեոն, կարող եք նկարագրություններում գրել, լայք դնել եւ բաժանորդագրվել, որպեսզի ես էլ իմանամ, որ հավանել եք ու փորձեմ շարունակական վիդեոներ տեղադրել։ Ամեն դեպքում, եթե կային ինչ-որ հարցեր, թե Flex-ի հետ կապված, թե չգիտեմ, վարորդական ստանալու հետ կապված, թե Grace-ի հետ կապված, բիզնեսի ստեղծման հետ կապված, ամեն դեպքում ցանկացած հարց կարող եք թողնել մեկնաբանություններում, մեծ սիրով կպատասխանեմ։